ապա այդ ապրանքի գծով, եթե դուք ուզում եք իմանալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչ պետք է անի, ուղղակի մի բան պետք է նաև կարևոր ամենայն դեպքում ասեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցման մեխանիզմներ դեպքում չի կիրառելու։ Ես ամենայն դեպս եթե ինձ խաշնեն, ապա միանշանակ պատասխանը ոչ է։ Ուղղակի մի բան պետք է նկատի ունենալ։ Մենք ընդհանուր շրջան նայում ենք մաքսային միություն մտնել, թե չմտնել այս ապրանքների գծով հանգացումների կապված, ես միշտ ասել եմ եւ գրել ասում եմ։ Մաքսային միության հետ մտնել տնտեսական հաշվարկների տեսանկյունից պետք է միշտ հաշվի առնել, թե չմտնելու դեպքում ինչ անելու, եւ մենք երբևիցե չենք ասել, որ մաքսային միություն մտնելու եւ ապրանքների վրա մաքսատուփքեր ավելացնելը դա ճիշտ բան է Հայաստանի Հանրապետության համար։ Ուրեմն դա ընդամենը, այո, այն բացասական մասն է, որը որ մենք վերցնելու ենք մտնելով մաքսային միություն։ Բայց դա շատ ավելի ցածր բացասական էֆեկտ է, քան այն էֆեկտները, որոնք մենք ունենայինք մաքսային միություն չմտնելով։ Եվ էլի չեմ ուզում թաքցնել ձեզանից, միայն գազի գնահատականը վերջերս շատ հետաքրքիր գնահատականներ է ես տեսնում, սկսած նրանից, որ Հայաստանի Հանրապետություն գազը մտնում միլիարդ 700, դա չի կորել ֆիզիկական ծավալները բավականաչափ հայտ տվել են, հա, Ռուսաստանից Հայաստանը մտնում է միլիարդ 950, միլիարդ 900, ոչ միլիարդ 700։ Երկրորդը գազիկների եթե գնահատականներն են ում, թե ինչքան կրներ մաքսային միություն չմտնելու, ես կարող եմ ասել, ակնհայտորեն, եթե ոչ առաջին տարին, ապա 3-4 տարվա ընթացքում $400 այն գինը, որը Ուկրաինան է վճարել, մինչև այս փոփոխությունները որ եղան, դա մեր սպասելիքներն են։ Եվ այդ պայմաններում ակնհայտ է, որ ինֆլյացիան, ինչի մասին մենք հիմա խոսում ենք տեսել, Հայաստանի Հանրապետությունում կլներ արդեն շատ կոնկրետ 4-4.5% ավելացում։ Այդ չեմ խոսում նրա մասին, որ 4.5%-ի ավելացման մեծ մասը դա Ռուսաստանի բյուջե է գնալու, ոչ թե դրա դեպքում, երբ որ դուք արտասում եք մաքսատուփքերը, դա Հայաստանի բյուջե է գալիս։ Ու դրա մասին կարող եմ առանձին եթե հետաքրքրող